Չնայած վարչապետի պնդումներին, թե մարտի 1-ի գործը բացահայտված է, ավելի քան 17 տարի անց դեռ որևէ մեկը չի պատժվել սպանությունների համար, գործով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը հետախուզվում են, ըստ մամուլի Կոստանյանը Ռուսաստանի քաղաքացի է։ Գևորգ Կոստանյանը և քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը մեղադրվում են հետագայում պաշտոնական դիրքի չարաշահմամբ, ապացույցների կեղծման և գործի քննություն ըստ էության խեղաթյուրելու դրվագներով, դրանք բուն մարտի 1-2-ի գործողությունների հետ փոխկապակցված չեն, փոխկապակցված են հետագայում կատարված դիրքային չարաշահումների հետ։ Երկու անձի մասով էլ քննչական խմբի ղեկավարի և Կոստանյան Գևորգի մասով մեր ունեցած տվյալներով այդ անձին գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Ռուսաստանի Դաշնության հետ մենք աշխատում ենք բազմակողմ պայմանագրի շրջանակում, այս պահին դա Քիշնևի կոնվենցիան է, բայց այս պահին չունենք ռուսական կողմից համաձայնություն այս անձանց արտահանձնելու, թեև նշեմ, որ դատախազությունը կրկին առաջիկայում հանձնման միջնորդություն է ուղարկելու Ռուսաստանի Դաշնություն, խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը։ Քերական վարույթով հիմնավորվել է, որ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զինված ուժերի ապօրինի մասնակցության հանգամանքը թաքցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կազմակերպմամբ քերական վարույթով նախաքննություն իրականացնող քննչական խմբի առանձին անդամներ և ոստիկանության պաշտոնատար անձինք փոխել են դեպքի վայրի զինությամբ հայտնաբերված և փորձաքննության օբյեկտ հանդիսացող կրակված պարակուճները, ինչպես նաև կազմել և քերական գործին կցել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող դատավարական փաստաթղթեր, թաքցրել կատարված հանցագործության դեպքերը։ Քերական գործով նախաքննություն իրականացրած քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը նույնպես ներգրավել է որպես մեղադրյալ այն բանի համար, որ որպես քննչական խմբի ղեկավար կազմակերպել է քննչական խմբի քննիչների և ոստիկանության ծառայողների կողմից դեպքի վայրի զինությամբ հայտնաբերված և փորձագետներին ներկայացված տարբեր տրամաչափի կրակված պարակուճները փոխելու գործընթացը, ինչպես նաև խեղաթյուրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մասնակցությունը մարտի 1-յան իրադարձություններին, այդ կերպ օժանդակելով մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Կոստանյանի կողմից առանձնապես ծանր հանցագործություն թաքցնելուն և պաշտոնական կեղծիքներ կատարելուն։ Վերջինը ևս գտնվում է հետախուզման մեջ, խափանամիջոց կիրառված չէ։